Պայմանավորվածությունների հետ հետևյալն է, քանի որ ձեր աշխատանքային ծառաբեռնվածության պայմանավորված նաև այլ միջոցառում կարող է կարգեն, յուրաքանչյուր լրատվամիջոց մեկական հարց է։ Պարոն Պապիկյան, Ադրբեջանի ղեկավարը այն ֆոնին, երբ Հայաստանի ղեկավարը խոսում է, որ օգոստոսի 8-ից Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուրիշ իրողություն են հայ ժողովուրդը ուրիշ իրողություն է ապրում, այդ ֆոնին Ադրբեջանի ղեկավարը խոսում է Հայաստանի շրջաների մասին, ասում է, որ ադրբեջանական ծագում ունեն, պատմություն է ցույց տալիս եւ քարտեզի վրա չկա Սևան, կա Բոչա, չգիտեմ ճիշտ ասի թե չէ նրա այդ ձևակերպումը, արդյոք սա տարածքային նպրտում չէ Հայաստանի նկատմամբ, դուք ինչպես եք մեկնաբանում Ադրբեջանի ղեկավարի այս բացատրույթ մեկնաբանությունը։ Անկեղծ ասած, ես սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որ ինքս չեմ լսել կամ չեմ կարդացել։ Ես ինքս կկարդամ, ըստ անհրաժեշտության մյուս առիթի ժամանակ դրանք կպատասխանեմ, բայց այն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Շնորհակալ։ Դուք եք տեսնում խաղաղարար մոտեցումներ Ալիևի կողմից։ Ձեր խորհրդականը Արշակ Օղուխանյանը, ով ձեր անմիջապես քթի տակ հանցավոր խումբ է ստեղծում եւ այժմ կալանավորված է։ Մինչ այլ քրեական գործով են անցնում տարբեր անձանց միգրացիոն այսպես գործընթացների մասով։ Պարոն Պապիկյան, դուք տիրապետում եք ձեր խորհրդականների ինչով են զբաղված։ Հանցավոր խումբի քրեական բարույթը կալանավորված է։ Հարգանքով եմ վերաբերում։ Ինձ համար հիմա դժվար է ձեզ սա ասելը, բայց պիտի ասեմ։ Այո։ Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում, որ ես նման խորհրդական չունեմ։ Արշակ Օղուխանյանը ձեր խորհրդական։ Ես նման խորհրդական չունեմ։ Չեք ունեցել նման խորհրդական։ Կգնաք կճշտեք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նման խորհրդական ունեցել է, թե ոչ, այնուհետև ձեր հարցը կկրկնեք։ Ես այլ բան ուղղակի ձեզ ավելորդ չեմ ուզում։ Պարոն Պապիկյան, եթե խաղաղություն է այսքան օգոստոսի 8-ից եւ ինչպես ասում եք սահմաններում խաղաղ, Ալիևը ինչու է մերժում Երևան այցը Եվրոպական գագաթնաժողովին չմասնակցելու, որտեղ դա նշան կլիներ, որ ամեն դեպքում պատրաստ է խաղաղություն։ Հիմա այսինքն ուզում եք Ադրբեջանի նախագահի փոխարեն ես ձեր հարցին պատասխանեմ, ես չունեմ այդ պատասխանը։ Ես չունեմ այդ պատասխանը, ես նաեւ չգիտեմ պաշտոնական հրավերի եւ պաշտոնական մերժման մասին։ Շնորհակալ։ Պաշտպանության բյուջեն ներողություն պայմանավորվածության Պարոն Պապիկյան, զինված ուժերի բարեփոխման ընթացքից նոր համազգեստ ունենալու գործընթացը ինչ փուլում է, այդ մասով մանրամասն է, եթե կարող եք։ Գործընթացը իր բնականon հունով գնում է։ Ես վերջերս նաեւ ամերիկյան իմայցից հրապարակել էի որոշակի տեղեկատվություն դրա մասին։ Մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշների, որը բավականին մի քանի հազար փորձանմուշի մասին էր, որը պիտի հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո արդեն մենք կունենանք գնման գործընթաց եւ ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն։ Պարոն Պապիկյան, քանի որ Միացյալ Նահանգների այցից խոսեցիք, արդյոք կա պայմանավորվածություն Միացյալ Նահանգների հետ զենքի, զինամթերքի հետ կապված պայմանագրերի ստորագրում եւ ընդհանրապես ռազմական աջակցություն Հայաստանին։ Ես չեմ կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին, բայց կարող եմ ասել, որ բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ եւ միայն այսքան ավելի չեմ ասի։ Համաձայնագրեր ստորագրվել են։ Այլ բան չեմ ասի։ Շնորհակալ։ Սիվիկեմ, պարոն նախարար, ձեր իշխանության ուղղված մեղադրանքներից է այն, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ մենք մեր ռազմական բյուջեն ենք կրճատում, խնդրում եմ իրազեկեք, Հայաստանը շարունակում է զինվել, զինամթերք ձեռք բերել այն ինտենսիվությամբ, ինչպես օրինակ մինչև օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթի նախաստորագրումներ եւ ըստ ձեզ նախաստորագրված փաստաթղթը երբ է հնարավոր որ ստորագրվի։ Հարգելի գործընկերներ, ես պատասխանեմ նրան, որ 2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են, եւ նույն 26 թվականի
ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում եթե 24-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է, որ այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա։ Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները, բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է եւ այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ եւ բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները։ Փաստաթղթի ստորագրման ժամկետին ձեզ հայտնի է մոտավորապես։ Ես հիմա ժամկետ չեմ կարող ասել, հարգելի գործընկերներ, դա գործընթաց է, process է, որ ընթանում է, իհարկե մենք շահագրգիռ ենք, որ օր առաջ դա կնքվի։ Նախարար, երկու հարց, հնդկական մամուլը գրեց, որ սու 35, եթե չեմ սխալվում, ինքնաթիռներ են ներդրվելու, դրա մասին ձեր մեկնաբանությունը եւ մյուս հարցը որքանով է հնարավոր, որ այսպես կոչված միջանցքում թրիփում ամերիկյան զինուժ ռազմական տեղակայում լինի։ Սու 30M կա, ոչ թե 35, ես ասեմ աղբյուրի տված տեղեկատվությունը, մենք նման պայմանավորվածություն չունենք։ Շնորհակալ եմ։